Մարդուն 100 անգամ ասա դու հերոս ես, և նա կդառնա հերոս։ Վլադիմիր Դովգան։ Եվ կա հակառակը։ Մարդուն 100 անգամ ասա դու խոզ ես, և նա կսկսի խրխռա։ Ինչի մասին են խոսում այս երկու իրար հակասող ցիտատները։ Ինքնածրագրավորման, բայց իմ բերած օրինակում ավելի շուտ ոչ թե մարդն է ինքը իրեն այս հղումը ուղղում, այլ հաճախ այսպիսի հղումներ ստանում է սոցիումից, ծնողներից, հարազատներից, ուսուցիչներից։ Եկեք անդրադառնանք մի կարևոր փաստի։ Երեխան ծնվում է, նա կարծես չգրված գիրք է, ամբողջությամբ դատարկ, եւ նրա կյանքի առաջին տարիներում, հիմնականում մինչև նախադպրոցական տարիքը, 6-7 տարեկանը, ծնողներն են որոշում շատ հարցեր, այսինքն նա սկսում է ծնողներից ստանալ այն ինֆորմացիան, ինչի հիման վրա, որ կառուցում է նրա կյանքը, բազային ինֆորմացիա է ստանում, այսինքն բազային հմտություններ, բազային նաստրոյկաներ, որի վրա հետագայում կառուցում է նրա կյանքը, կամ եթե կարճ ասեմ, նրա կյանքի գրքի գլուխները, ենթավերնագրերը գրվում են ծնողների կողմից, բայց ինչ անել այն դեպքում, երբ որ մեծ տարիքում հասկանում ես, բարեբախտաբար իհարկե, եթե քեզ բախտ է վիճակվում, որ դու այդքանը գիտակցվես, որ գուցե դու ծնվել ես մի ընտանիքում, որտեղ որ քո ծնողները ունեցել են այլ արժեքներ, այլ սկզբունքներ, այլ դոգմաներ, այլ կրոնական հետաքրքրություններ, առհասարակ այնպիսի աշխարհայացքներ, այնպիսի աշխարհընկալում, որը որ դու համեմատում ես այսօրվա առօրյա ժամանակակից քո կյանքի հետ եւ քո մոտ դժգոհություն է առաջանում։ Բնականաբար աշխարհի վերջը չէ, դատավճիռ չէ, թե ինչպիսի ընտանիքում որ դու ծնվել ես, վերջ այլևս դու չես կարող փոխել քո կյանքը։ Եվ հետեւաբար գիտնականներ, ֆիզիկներ, նյարդաբաներ, հոգեբաներ այսօր 21-րդ դարում ժամանակակից գիտությունը ավելի շատ սկսել են հետազոտել այն առանցքային թեմաները, թե ինչպես է ստացվում, որ որոշ մարդիկ հաջողակ են, հարուստ են, ավելի խելացի են, ավելի երջանիկ են, ավելի մեծ հաջողություններ են ձեռք բերում, ավելի լիարժեք կյանքով են ապրում, քան ավելի մասսայական խմբերը։ Եվ կան վարկածներ, որ մարդը, ես ինքս հակում ունեմ նաև այս վարկածին, որ մարդը տարիների ընթացքում այն ինֆորմացիայի հետ, որը որ իր առօրյայում հաճախ է վերաբերվում նրան, այսինքն հաճախ է կրկնվում մի ինֆորմացիա, ինչպես որ կրկնեցի, բազում անգամ կրկնվող նյութը, դառնում է նրա ուղեցիրը, ուղեցույցը։ Եթե կհիշեք այսպիսի, օրինակ մեր դպրոցում կար այսպիսի մի մեծ տարերով գրված արտահայտություն, որ կրկնությունը գիտության մայրն է։ Անգամ գիտության մեջ, երբ որ մարդը իր այն ինչը որ սովորում է հաճախ է սկսում կրկնել, նրա հոգեկանում դրանք ամրապնդվում են, այսինքն հիշողությունը ավելի է ամրապնդվում։ Եվ այստեղից եւս մի կարևոր փաստ կարող եմ ասել, ջուրը, ջրի կաթիլը, երբ որ անընդհատ խփում է նույն կետին, այդտեղ քարը մաշվում է, այսինքն կամ ծակում է ջուրի կաթիլները քարը, կամ վնասում է։ Եվ սրանից ենթադրելով մենք կարող ենք հասկանալ, որ այն ինֆորմացիան, ինչը որ հաճախ ենք մենք վերցրել արտաքին աշխարհից կամ ինչին որ մենք հավատում ենք, դա դառնում է մեր իրականությունը եւ բազում մոտիվացիոն գրքերում, ֆիլմերում կա այսպիսի մի արտահայտություն, մտքերը վերածվում են իրականության։ Քանի որ այսօր ես ավելի շատ փորձելու եմ խոսալ մոտիվացիայի մասին, քվանտային ֆիզիկայի մասին եւ առհասարակ նպատակների իրականացման մասին, այստեղ հոգեբանությունն ու մոտիվացիան կամ այլ ուղղությունների գիտելիքները փորձելու եմ միքսել։ Հարգելիներս, տեսեք, մեր հոգեկանը կարծես միշտ հրահանգի կարիք ունի։ Եթե վերցնենք հեքիաթներից օրինակ Ալադինի հեքիաթը, լամպի օրինակը, այնտեղ ինչ ֆրազա է կրկնվում։ Լամպի միջից երբ որ դուրս է գալիս Ալադինը, նա ասում է պահիր կամ ասա ինձ 3 ցանկություն, որը որ իրականացնելու եմ։ Եվ ամեն անգամ երբ որ նա լսում է ցանկությունների մասին, ասում է լսում եմ եւ հնազանդվում եմ։ Եթե այս մետաֆորան վերածենք ավելի ժամանակակից հասկանալի բառապաշարով արտահայտելուն,
ապա սա հետևյալն է, հոգեկանը կարծես սպասում է իր տիրոջը, այսինքն ինձ կամ Պողոսին, Կարենին, Վահագին, թե այս մարդիկ ինչպիսի հրահանգներ, ինչպիսի ամրապնդումներ, ինչպիսի հղումներ են տալու, որ նա սկսի ենթարկվել։ Մեր հոգեկանը հակում ունի միշտ ինչ-որ բաներ անելու և շատերս չեն գիտակցում կրոնական դոգմաներից ելնելով կամ սոցիումից ստացած ինֆորմացիայից ելնելով հաճախ մեզ թվում է, թե մեր կյանքը մենք չենք կառավարում։ Մեզ թվում է, թե մեր կյանքը ղեկավարում է վերացական ինչ-որ երևույթ, ճակատագիրը, տիեզերքը, գերեսը, այս բոլորը եթե ավելի շոշափելի դարձնենք, հենց մեր հոգեկանը, հենց մեր հոգին կարծես այդ գերեսն է, և այդ գերեսը ինչքան էլ որ նա բազմաֆունկցիոնալ է, ինչքան էլ որ նա լայն հնարավորություններ ունի, նա անում է այն, ինչը որ դու ես ցանկանում։ Ցավոք սրտի հաճախ մենք այս ամենը չենք գիտակցում, եւ որքան էլ թեման բարդ է, խճճված է, որոշների մոտ գուցե հակասություններ կառաջացնի, փորձեմ բացատրել հետեւյալը։ Տեսեք, այն գիտելիքը, որ մենք ստանում ենք վաղ տարիքում, որի վրա հետագայում կառուցում է մեր առօրյա կյանքը, մենք նաև մեր ծնողներից ստանում ենք այսպիսի մեսիջներ, որոնք որ դառնում են ուստանովկաներ, փող աշխատելը դժվար է, հարուստները թալանում են, հարուստները գողեր են, գաղտնիքներդ ոչ մեկի հետ մի կիսիր, կնոջն ու շանը չի կարելի վստահել, որքան էլ որ աբսուրդային համեմատություններ է, որքան էլ որ աբսուրդային հնչող արտահայտություններ են, կան այս արտահայտությունների մեջ մասեր, որոնք որ դժվար ժամանակահատվածներով ինչ որ մարդիկ իրանց բացասական կյանքի փորձով կիսվել են եւ սերունդ առ սերունդ փոխանցվել է այս ինֆորմացիան մեզ եւ դրանք դառնում են կարծես դոգմաներ, կարծրատիպեր, որոնցով մենք սկսում ենք առաջնորդվել։ Եթե ուզում ես շատ փող ունենալ, գիշեր-ցերեկ պետք է քրտնաջան աշխատես կամ օրվա մեջ 20 ժամ պետք է աշխատես։ Այսինքն մենք ավելի շատ հակում ունենք բարդացված տարբերակներ սովորելու եւ մեր հոգեկանը ինչ ռեակցիա է տալիս սրան, եթե նորից բացեմ փակագծերը, սկզբից սրանք մտքեր են, որոնց հետ կապված մենք ունենում ենք էմոցիաներ եւ այս էմոցիաները ստեղծում են գործողություններ, այսինքն ցանկությունները ոնց են իրականանում, շատերիս մոտ ցանկությունը երբ որ դարձնում ենք նպատակ, մենք առանձնացնում ենք մեր գերնպատակը կամ մեր նպատակը մեր առօրյա խնդիրներից, շոշափելի ենք դարձնում, գրի ենք առնում կամ շատերը առարկայացնում են, պատկերացնում են, թե ինչ են ուզում ունենալ կամ ստանալ։ Հեռու չգնանք, հենց հոգեբանության մեջ գեշտալտ թերապիայում գեշտալտ բառը հենց կոչվում է հետևյալը՝ ֆոն ֆիգուրա։ Բացատրեմ, երբ որ մարդը քաղցած է, սնունդը նրա համար դառնում է ֆիգուրա եւ ավտոմատ ամբողջ աշխարհը մնացած բոլոր երևույթները հետին պլան են գնում, այսինքն դառնում են ֆոն եւ մարդու հոգեկանը առաջին հերթին սկսում է աշխատել այն խնդրի լուծման ուղղությամբ, որի կարիքը հենց հիմա մարդը ունի։ Հիմա շատերդ կասեք, որ այդպես լիներ իմ բոլոր ցանկությունները կիրականանար, բայց սիրելիներս, եկեք մի հատ ավելի կարևոր օրինակ բերեմ։ Եթե դու քո առջև նպատակ ես դրել, ենթադրենք ամսական աշխատես $5000, բայց ամսվա վերջ արդեն դու մտածում ես, որ պետք է կոմունալներդ վճարես, պետք է վարկերդ վճարես, պետք է տան վարձը վճարես, պետք է հոգաս քո կարիքները եւ այստեղ դու արդեն հոգեպես ճնշվում ես։ Դու քո առօրյա հոգսերը գալիս են առաջին պլան եւ հետին պլան է գնում քո այդ գերնպատակը, որի վրա պետք է աշխատես։ Եվ մարդը, քանի որ մի քանի հազար տարիներ գոյատևման երկար էվոլյուցիոն փուլ է ապրել, այսինքն պայքարել է ողջ մնալու համար, կենդանիների դեմ, եղանակի դեմ, թաքստոցի դեմ, մարդու հոգեկանը հակում ունի, մարդու ուղեղը հակում ունի ողջ մնալու բնազդով շարժվել, այսինքն առաջնահերթ նա նաև հակում ունի բացասական մտածել, որպեսզի պատրաստական լինի վտանգը կանխելու։ Եվ եթե մարդը չի զարգացնում իր ճակատային ուղեղի մասը, այսինքն ավելի
խաղաղ պայմաններում սկսի նա մտածել, ոչ թե ողջ մնալու ինստինկտով, ավելի ռիպտիլ ուղեղով է մտածում այդ ժամանակ մարդը, այսինքն նա մոբիլիզացնում է բոլոր ուժերը, որպեսզի այն մինիմալ պահանջները բավարարի եւ այս տարբերակով կարծես հետ է մնում իր նպատակներից եւ նա սկսում է չհավատալ, տրամադրության անկում է ունենում, հուսահատվում է, նա հաճախ չի հավատում իր ուժերին եւ այն բազային ինֆորմացիան, այն բազային նաստրոյկաները, որը որ նա յուրացրել է վաղ տարիքում, եթե ծնողները ունեցել են ֆինանսական խնդիրներ, դժվարություններ, հազիվ են հասցրել բավարարել երեխաների հոգսերը, դժվարությամբ ապրած, դժվարությամբ մեծացած երեխան, դժվար պայմաններում հայտնված երեխան, հաճախ հենց այդպիսի ճակերտավոր ասած ճակատագիր է ընտրում, այսինքն նա մտածում է արդեն որ կյանքը դժվար է, կյանքը բարդ է, պետք է պայքարել, ինձ տրված չէ այն հնարավորությունը, որպեսզի ես հարուստ լինեմ։ Մեծ մասամբ երկու ծայրահեղ կատեգորիաներով է զարգանում մարդու ուղեղը։ Կան մարդիկ, ովքեր որ մեծացել են աղքատ ընտանիքում, որտեղ որ դժվարություններ ու բարդություններ է եղել ֆինանսական, նրանց համար գերխնդիր, գերնպատակ է դառնում հարուստ լինելը եւ անկախ ստեղծված իրավիճակից նրանք նոր սցենար են գրում իրենց հոգեկանում, այսինքն անկախ նրանից թե նա ինքը ինչ է տեսնում, նա իր ոչ ֆիզիկական տեսողության մեջ, այսինքն մտապատկերում նոր սցենար է գրում, то есть ինքը իր ուղեղը ծրագրավորում է հակառակ էֆեկտով, որ ես լինելու եմ ավելի հարուստ, ավելի հաջողակ եւ ես պետք է ունենամ այն ամենը, ինչը չեմ ունեցել։ Հենց ծրագրավորում ասածը այսպիսի դեր է խաղում, ինչ անել, որպեսզի ազատվել այն ճակատագրից, այն բեռից, ինչը որ դրվել է քո ուսերին, կամ եթե դու ծնվել ես մի ընտանիքում, որտեղ որ դժվարություններ են եղել եւ քեզ դու սովոր չես եղել ավելի լայն հնարավորություններում գործել, զարգանալ, այս խնդիրը հնարավոր է լուծել հենց ծրագրավորում, վերածրագրավորելով, այսինքն դու արդեն հասուն տարիքում քո այն գիրքը, որը որ գլուխները, ենթավեռնագրերը գրված է, հարգելիս դու կարող ես փոխել այդ վերնագրերը։ Դա այդ հարցում քեզ կարող է օգնել մեդիտացիան, մոտիվացիոն գրքերը, տեսահոլովակները, ինչ որ տարբեր կոուչների մոտ սեմինարներ այցելելը, ինքնազարգացումը, այսինքն դու պետք է սովորես չբավարարվել այն ինֆորմացիայով, այն գիտելիքով, ինչը որ դու յուրացրել ես քո փոքր տարիքում, ինչը որ արդեն ավտոպիլոտի տակ քո մոտ աշխատում է, դու պետք է հասկանաս հետևյալը, քո կյանքի պատասխանատվությունը վերցնես քո վրա, որովհետև 18 տարեկանից կամ 21 տարեկանում վերջնականապես, երբ որ դու դառնում ես երիտասարդ եւ դու ես որոշում քո կյանքը ինչպես ապրել, հարգելիս այս պարագայում դու արդեն կարող ես վերաիմաստավորել, վերափոխել այն ծրագիրը, որով որ դու մեծացել ես, դու կարող ես քո կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին որ դու ես ուզում եւ ստեղծես քո համար մինչեւ այդ պայմանները, այդ դրան համարժեք մտքեր։ Դու չբավարարվես առօրյայում ինչը որ տեսնում ես դրանով, դու գրի առնես քո ցանկությունները, ծրագրավորես քո ուղեղը, որ կյանքը հեշտ է, գոյություն ունի աֆիրմացիաներ ասածը, կարծում եմ շատերը ծանոթ ենք, դա ինչն է, երբ որ մարդը կանգնում է հայելու առջև եւ կրկնում է, որ ես սիրուն եմ, կամ ես հաջողակ եմ, կամ ես խելացի եմ, բայց այս բառերը չպետք է հնչեն ուղղակի դատարկ բառեր, այս բառերը արտահայտելուց մարդը պետք է զգա, նա պետք է նախապես կարողանա ապրել այն, ինչ որ ինքը բառայնացնում է, ոչ թե լինեն դատարկ բառեր, որ 1000 անգամ փորձում է, ասում է, չէ, էֆեկտ չի տալիս, սա սուտ է, այս մեթոդը սուտ է։ Եթե դուք հավատում եք, որ նման մեթոդները սուտ են, դուք իրավացի եք։ Եթե դուք հավատում եք, որ նման մեթոդը կարող է աշխատել, դուք հնարավորություն ունեք ձեր սեփական փորձով ապացուցելու հենց ինքներդ ձեզ սկսել մինիմալից, որ այդպիսի մեթոդները աշխատում են եւ եկեք հեռու չգնանք, բազում հազարավոր գրքեր գոյություն ունեն նման թեմաների շուրջ, որտեղ որ մարդիկ կիսվում են իրենց փորձով, թե ինչպես են աղքատությունը հաղթահարել, թե ինչպես են զրոյից ստեղծել իրենց բիզնեսը, թե ինչպես են որոշները առանց կրթության հասել այնպիսի հաջողությունների, ինչ որ չի հաջողվել կրթություն ստացած մարդկանց։ Բայց եկեք այս ամենով հանդերձ հաշվի առնենք մի բան,
Շատերի մոտ թող պատրանք չառաջանա, որ օրինակ հոգեթերապիա, հոգեթերապևտ, բժիշկ, իրավաբան կամ խորը բարդ մասնագիտություններ ձեռք բերելու համար պարտադիր է կրթություն ունենալ։ Եկեք չխառնենք մեկը մյուսի հետ եւ չմտածենք, որ դե ինձ հոգեբանի բազային կրթությունը պետք չի, ես կարող եմ ինչ-որ սեմինարներ անցնել եւ աշխատել մարդկանց հետ։ Հարգելիներս, ամեն ինչ ունի չափ, ձև, ժամանակ։ Այս ամեն ինչը, ինչի մասին որ ես այսօր խոսում եմ, սա ավելի շատ մոտիվացիոն թեմա է եւ շատերդ կարող եք ինձ հակասել, ասել, որ այդպիսի բան գոյություն չունի, Մարտին ջան, ես ինչից ես խոսում, ինչի՞ չես ավելի բարդ խնդիրներից խոսում։ Ցանկություն կար ձեզ հետ կիսվել մոտիվացիոն թեմաների շուրջ, որոշել եմ այս ընթացքում որոշ տեսանյութեր նկարել, նաև վիզուալիզացիայի մասին կնկարեմ ինչ-որ տեսանյութ եւ ընթացքում կփորձեմ կարճ օրինակներով ավելի շոշափելի դարձնել, թե մարդը, գլխավոր նպատակը նրանում է, որ մարդը ինքն է իր կյանքի հեղինակը։ Եվ կապ չունի, թե դու որտեղ ես ծնվել, կապ ունեցել է քո կյանքի սկզբի փուլերում, հետագայում, երբ որ դու հասունանում ես, քո կյանքի պատասխանատվությունը, քո կյանքի հեղինակը, քո կյանքի սցենար գրողը դառնում ես դու, եւ դու կարող ես քեզ ծրագրավորել նոր գիտելիքներով, քեզ զինել նոր գիտելիքներով, որպեսզի դու չընկնես ճակատագրի գերին չդառնաս, եւ այն ջինը, այսինքն քո հոգեկանը, որը ծառայում է ջինի դեր, դու լինես նրա տնօրինողը, ոչ թե ճակատագրի գերին։ Երբ որ մարդը երկար տարիներ ապրում է դժվարությունների մեջ, դժբախտությունների մեջ, որոշների մոտ ձևավորվում է դժգոհելու, բողոքելու, ցածր զգալու մոտեցում, այսինքն մարդը մոտիվացիայից ընկած է, մարդը կարծես ավտոմատ դառնում է զոհ կամ ճակատագրի գերի, մարդուն հաճախ թվում է, թե ինքը անզոր է եւ ինքը իրեն համարում է կախված Աստծուց, ճակատագրից, տնօրենից, մամայից, պապայից, հարգելիս, քանի դեռ դու այսպես ես մտածում, քո կյանքը միշտ կառավարելու է թե իրավիճակը կամ ուրիշ մարդիկ, մինչև դու չհասկանաս, որ քո կյանքի հեղինակը դու ես ու դու ես գրում քո գիրքը, դու չես կարողանալու ունենաս այն, ինչ որ դու ուզում ես, դու չես կարողանալու ապրել այն կյանքը, ինչ որ հենց դու ես ուզում։ Միակ մարդով 24 ժամ հասանելի է քեզ, դա դու ես, եւ ամենահզոր հենարանը դու ինքդ ես, եւ չէ որ չէ հոգեթերապիան եւս դա է սովորացնում, որ դու մեծ նշանակություն տաս քո գիտելիքին, քո փորձին, քո կյանքի պատասխանատվությունը որպես հասուն մարդ վերցնես քո վրա։ Դու չես կարող ամբողջ կյանքում դժգոհել, բողոքել ծնողներից, որ իրենք վատ են եղել, հարգելիներս, եթե խոսքը գնում է առողջ ծնողի մասին, վատ ծնող գոյություն չունի։ Եվ վերջերս ստացա այսպիսի մի ֆիդբեք, որ Մարտին, ես ձեր վիդեոները նայելուց ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դուք ծնողներին մեղադրում եք։ Ես անձամբ ես խոնարհվում եմ աշխարհում բոլոր ծնողների առջև։ Ծնողները գիտակցաբար, հոգեպես առողջ ու ֆիզիկապես առողջ ծնողը գիտակցաբար երբեք իր զավակին վնաս չի հասցնում։ Նա ինչ որ արել է, ենթադրել է, մտածել է, որ սա դրական արդյունք է տալու։ Եվ մենք ուղղակի մեծ տարիքում հասկանում ենք, որ ծնողը ապրել է ուրիշ ժամանակահատվածում, ստացել է այլ կրթություն, այլ սոցիալական, այլ մշակութային մոտեցումներ է ունեցել եւ իր իմացած ճիշտը, իր իմացած արդյունավետ տարբերակը երբեմն չի աշխատում այնպես, ինչպես որ դու ես ցանկանում դա կիրառել։ Հետևաբար դու ինքդ հասունանալով, մեծանալով դառնում ես ինքդ քո ծնողը։ Այսքանը, սիրելիներս, լավ մնացեք։